Ստամբուլում 1,5 ժամ ուշացումով մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Դրանք ընթանում են Ստամբուլի Չրաղան պալատում։ Ինչպես մայիսի 16-ի բանակցությունների առաջին փուլում ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Հանդիպման մեկնարկին Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի։ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլում կքննարկվի հրադադարի հարցը, նշել է թուրք նախարարը։ Նա կրկնել է, որ Անկարան պատրաստ է ամեն ինչ անել հակամարտության կարգավորման համար։ Ֆիդանի խոսքով նախագահ Էրդողանը հակամարտության կարգավորման վերաբերյալ շփումների մեջ է Պուտինի եւ Զելենսկու հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևը Ռուսաստանի ներկայացուցիչներին է փոխանցել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը։ Ակնկալվում է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների ընթացքում կներկայացնի հուշագրի իր տարբերակը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ուկրաինան իր հուշագրում պահանջում է մասնավորապես 30-օրյա հրադադար, Ուկրաինայի վերականգնման համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործում, ագրեսիայի չկրկնման երաշխիքներ եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքի վերացում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Վիլնյուս մասնակցելու Բուխարեստյան ինյակի եւ Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների համատեղ հավաքին։ Հանդիպումներից առաջ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի պատվիրակությունը պատրաստ է արդյունավետ քննարկման եւ բանակցությունների։ Բնականաբար ելակետը պետք է լինի հրադադարը եւ մարդասիրական գործողությունները, գերիների ազատ արձակումը եւ առևանգված երեխաների վերադարձը։ Բոլոր հիմնական հարցերը կարող են լուծվել առաջնորդների մակարդակով, մանրամասնել է Զելենսկին։ Մենք ունենք նաև մարտավարական ավելի ուժեղ լուծումներ։ Երեկվա մեր սարդոստային գործողությունը պետք է Ռուսաստանին մղի դեպի դիվանագիտություն։ Բոլորի համար ակնհայտ է, որ Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր, այլ ամբողջ Եվրոպայի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Հանդիպումից առաջ Դանիայի վարչապետն էլ նշել է, որ այս գործընթացում ամենակարևորը Եվրոպան վերազիներն է։ Ռուսաստանը սպառնալիք է բոլորիս համար եւ հետեւաբար մենք պետք է ուժեղացնենք մեր արևելյան թևը։ Մենք պետք է հնարավորինս օգնենք Ուկրաինային։ Ռուսաստանը ցերեկը խոսում է խաղաղության մասին, իսկ գիշերը ռմբակոծուն Կիևը, նշել է Մետե Ֆրեդերիկսենը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի անդամակցության հեռանկարին եւ ընդգծել, որ այդ հարցը չի կարող լինել Կիևի եւ Մոսկվայի միջև խաղաղ բանակցությունների մաս։ Լեհաստանի նախագահի ընտրության երկրորդ փուլում պահպանողական եւ եվրասկեպտիկ Կարոլ Նավրոցկին հաղթել է իշխող կոալիցիայի թեկնածու լիբերալ Ռաֆալ Շասկովսկուն։ Պետական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների համաձայն Նավրոցկին ստացել է ձայների 50.89%, իսկ Շասկովսկին 49.11%։ Փորձագետները կանխատեսել են, որ Նավրոցկու հաղթանակը կհանգեցնի Եվրամիության եւ Ուկրաինայի հետ Լեհաստանի հարաբերությունների լարվածության աճի։ Եվրահանձնաժողովից հայտարարել են, որ դրական գործակցություն են ակնկալում Լեհաստանի նորընտիր առաջնորդի հետ։ Հանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյան հայտարարել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստ է աշխատել Լեհաստանի բնակչության կողմից ընտրված նոր նախագահի հետ։ Նա վստահություն է հայտնել, որ բարեփոխումները, որոնք սկսել են Լեհաստանի կառավարության կողմից, կշարունակվեն Եվրամիության արժեքներին համապատասխան։ Իրանը ցանկանում է տեսնել Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխություն Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետ կապված։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային Թեհրանում ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան կողմը դեռ պատրաստակամություն չի հայտնել պարզաբանումներ կատարելու այս հարցում։ Օմանի արտաքին գործերի նախարարը շաբաթ օրը Թեհրան կատարած կարճատև այցի ժամանակ ներկայացրել էր Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ առաջարկի մանրամասները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանը պատասխան է պատրաստում միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան առաջարկին, որը Վաշինգտոնը փոխանցել է Օմանի միջոցով։ Միաժամանակ Թեհրանը Միացյալ Նահանգներից երաշխիքներ է ակնկալում, որ պատժամիջոցները կչեղարկվեն։ Մերի Ներսիսյան, լուրեր։